2.5 տարվա ընթացքում Ադրբեջանը Նիկոլի պարագայում եւս մեկ հարձակում է գործելու Հայաստանի վրա։ Խաղաղությունը դուք խաղաղություն ասելով կործանում եք Հայաստանը։ Մենք խաղաղությունը իրական ենք պատկերացնում։ Մի խափեք է ժողովրդին, դուք նորից 4-րդ անգամ տանելու եք է ժողովրդին պատերազմի ձեր իշխանության ժամանակ։ Ասպականն ենք պահում, որ հանգարց չհարձակվեն։ Մենք ռադներդ քաշեք, մենք կգանք այդքանը մի բան էլ ավել կպահենք։ Այդ արժանապատվությունը վերաձևակերպված պրակտիկ բանակցային կետերի կա, որ ասենք վաղը կամ մյուս օրը։ Իհարկե։ Նիկոլ 2-ի վրա էլ վաճառել է։ 2-ի վրա էլ Հայաստանը վաճառել է։ Այս սրանց այդ ընտրությունների գնալ, դա նշանակում է, որ վերջն արդյունքում լեգիտիմացնել։ Իսկ ոնց Ցորեն, խաղաղություն, կրճատված ծառայություն դա շպարտվեցիք։ Պարզական։ Այո, այո։ Բոլորը, երեք բան ասի ընդամենը։ Այս դեպքում ինչ պետք է անեն։ Այս դեպքերում impeachment։ Բոլոր քաղաքական ուժերը միասին այդ ձեր թվարկած նոր ստեղծված։ Ոչ թե պետք է նստեն չոտկով իրանց ձայները հաշվեն, որոնք որ փոշի անալու են 2026 թվականի հունիսի սկզբին ասկով ասաց, որ չի գտնվի մի քաղաքական ուժ, որը վերջի պահին չի վաճառի իր ձայները մտնելուց։ Այո։ Ինչի չգնաց։ Սրբազան պայքարը impeachment-ի ճանապարհով։ Չգնաց։ Քննարկում բան էսկում ենքում ինչի չգնաց, դժվար էր մի տեխնացուի շուրջ կողմնորոշվել եւ գնալ։ Դժվար էր։ Երեք Ալիև նստեության աննախադեպ հայտարարություն արեց դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով բեռների փոխադրման մասին։ Միաժամանակ կրկնեց Փաշինյանի տեքստը խաղաղության ժամանակաշրջանը սկսելու մասին։ Բարև ձեզ։ Ես Արկադի Գրիգորյանն եմ, Կիզակետում այսօր։ Ինչ է սա նշանակում։ Ինչու է մի տեսակ փափկել Բաքուն։ Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյան, բարի գալուստ Կիզակետ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք ենք շնորհակալ։ Պարոն Զաքարյան, սկսենք հենց այդ հայտարարությունից, հա, որը երեկվանից հա բուրըն քննարկվում է։ Ճանապարհ, ցորեն, արդյոք սա չի նշանակում օրինակ, ապա շրջափակում։ Իշխանությունները ողջևորված էին ու են, մինչև այսօր Փաշինյանից սկսած, մինչև ներքև ողջունում էին աննախադեպ առաջընթաց, սա իրենց բառերն է, խաղաղության հաստատման ապացույց էլ իրենց բառերն է, ասում էին, որ սրանով նաև փլվում են դիմության թեզը, թե ամեն ինչ անհավասար էր Վաշինգտոնում եւ այլն, եւ որ միայն մենք ենք ճանապարհ տալիս եւ Երևանից ասում են, դե ասեք սա լավ է թե վատ, խնդրեմ։ Ինչ ասում Ալիև, ասում է հավանական է 2028 թվականից, չէ՞, բացվել, այսինքն դեռ էլ 2.5 տարի կա։ Ես վստահ եմ, որ այդ 2.5 տարվա ընթացքում Ադրբեջանը Նիկոլի պարագայում եւս մեկ հարձակում է գործելու Հայաստանի վրա, Միջանցք բացելու, որովհետեւ իրանց համար այնուամենայնիվ մնում է դա Միջանցք։ Այո, բոլորը ողջունում են ապաշրջափակումը։ Ազուգայր իդեպ կրկնեց տերմինը։ Այո։ Նրանք չեն դադարում կրկնել եւ վերջերս Բաքվում տեղի ունեցած, այսինքն Ադրբեջանում տեղի ունեցած Կաբալայում, եթե չեմ սխալվում, թուրքական պետությունների գազམ་ակերպության ղեկավարների հավաքի ժամանակ դեկլարացիան էլ որ ընդունվեց, հենց դրա մասին էր եւ դեկլարացիան պաշտոնապես, այսինքն ներկա եղել 7 պետություն, քարտուղարը եւ դիտորդ անդամ Հունգարիան։ Ըստ էության պաշտոնական լեզվով Զանգեզուրի միջանցք է։ Բա ինչ էր դա երեք ասում, այսա ինչ էր։ Սեմ ասալ, ես էլ տամ այդ հարցը, Նիկոլը գնում է ընտրության։ Իրանց համար լավ է, որ ժողովուրդը խափվի, իսկ ժողովուրդը բնականաբար, եթե կոմունիկացիաները բացվում են, ժողովրդի համար լավ է։ Բայց արդյոք բացվում է, ոչ։ Պապայանն ասում էր, հեսա գա Ղազախստանից։ Ինչն է գալու։ Ցորենը։ Ինչո՞վ, որտեղով։ Ադրբեջանը։ Թուրքիայից էլ է Ցորեն եկել Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին պատերազմի ժամանակ, ինչ եղավ։ Այսինքն այդ մեկ անգամյա շոու ծրագրերը ժողովրդին խափելու, մեր խնդիրը ո՞րն է։ Մենք ինչ ենք այս ամեն ինչին դեմ։ Մենք ասում ենք մի խափեք ժողովրդին, չի հասունացել այդ պահը, որ մենք վստահ ասենք խաղաղությունը եկել է, որովհետև նրանց մոտ օրակարգային խնդիրը, նրանց ասելով նկատի ունեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի, օրակարգային խնդիրը Հայաստանի հաշվին էլ ինչ որ մի բան փոկել եւ նոր վերջնականապես ասենք շահերի համադրության մասին խոսել, դեռ չի հասունացել։ Մենք ասում ենք մի խափեք ժողովրդին։ Դա սա ապաշրջափակում չէ, պարոն Զաքարյան։ Ուրա, որտեղ, ցույց տվեք, որ ասենք մի հատ գնաց կամ մի հատ մեքենա, հայկական մեքենա Ադրբեջանով գնացել է բան։ Թեկուզ մեղրի։ Նախիջևանով գնացել է։ Թույլ տվեք, ցույց տվեք մի հատ մեքենա, մի հատ գնացք, որը հայկական
Բեռները տեղափոխել է Ռուսաստան, Ադրբեջանի տարածքը։ Ցույց տվեք։ Այդ ժամանակ արդեն Պապոյան Գևորգը վեր կգնա կամ Նիկոլը, եթե իհարկե բանտում չլինեն, վեր կգնան գլուխները կգովան, կասեն, այ ժողովուրդ, տեսակ, ամեն ինչը սրանց մոտ պրավալային ձախողումնային քաղաքականություն է։ Սրանց ամբողջ խնդրեմը նա է, որ իրանց նպատակը ժողովրդին խաբելն է, ոչ թե խնդիրի լուծելը։ Խնդիրը որ լուծված լինի, բոլորս կտեսնենք։ Բոլորս կտեսնենք։ Տեսեք, մենք տեսնում ենք կարկատաններով ասֆալտ, ամբողջ Երևանում, չէ՞։ Քանդած, կարկատանած, ջարդած, բայց պաշտոնական քարոզչական մակարդակով այս իշխանությունը ասֆալտի չեմպիոնն է։ Քարոզչական մակարդակով խաղաղություն է, բայց խաղաղության մասին ոչ մի զրույց, ոչ մի քննարկում, ոչ մի շոշափելի երևույթ չկա։ Ալիևի խոսքերը երեկվա այդ մասին չէին, դա են ուզում իրենք ասել։ Ոչ, իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Ալիևը 19 թվին էլ էր խաղաղությունից խոսում։ 20 թվին էլ էր խաղաղությունից խոսում։ 21 թվին էլ էին խաղաղությունից խոսում, այսինքն խաղաղությունից բոլորն են խոսում։ Գնացին Շարմ el-Շեյխում հավաքվեցին եւ խաղաղության կոնֆերանս արեցին հերթական անգամ։ Ինչ եղավ, մինչեւ այսօր Գազայում չեն գրակում։ Խաղաղությունը ինքնանպատակ եւ ինքնուրույն գործոն չի, որ ասենք եւ դա տեղի ունենա, ցանկանանք եւ դա տեղի ունենա։ Ադրբեջանը, Թուրքիան եւ թուրքալեզու պետությունները ստեղծում են ակնհայտ ամբողջ աշխարհի աչքի առաջ կույր պետքա լինել եւ տգետ պետքա լինել դա չտեսնելու եւ չհասկանալու համար։ Որ նրանք ունեն բոլորովին այլ նպատակ եւ այդ նպատակների իրականացման ճանապարհին Հայաստանի Հանրապետությունը խանգարում է։ Այսինքն սա կարող նման բան ասի, խաղաղության անվան տակ, պատերազմի անվան տակ, կոմունիկացիաների բացման անվան տակ, շրջափակման անվան տակ, տնտեսական ճնշումների անվան տակ, ցանկացած բարեկամության անվան տակ, նրանք դա իրագործելու են Հայաստանի հաշվին։ Մեր հակասությունը այս կապիտուլյացիոն եւ հայրենադավ իշխանությունների հետ հետեւյալի մեջ է։ Խաղաղությունը դուք խաղաղություն ասելով կործանում եք Հայաստանը։ Մենք խաղաղությունը իրական ենք պատկերացնում։ Մենք իրական խաղաղություն ենք պատկերացնում։ Ինքը որ ասում է իրական Հայաստանի այս իրանց պատկերացած իրական Հայաստանի պարագայում խաղաղություն չի կարող լինի, որտեղ տարածաշրջանային բալանսները խախտված են։ Տեսեք, այլև եթե մի պարբերությամբ ձևակերպեք, Ալիևի այս նպատակը ձեզ ճիշտ հասկացա, սա նախընտրական նվեր, ինչ է սա։ Փաշինյանին։ Այո, նախընտրական նվեր կարելի համար, որովհետև այս իշխանությունների նպատակը ժողովրդին խաբելն է։ Ինչի խաբեն ժողովրդին, որ եւս մեկ անգամ քվետան։ Ալիևը օգնում է։ Ալիևը օգնում, այո, Ալիևը օգնում է, այնպես ինչպես 21 թվականին Էրդողանն էր օգնում, որ սրանք ընտրվեն։ Այդ որ ասում եք իրական, իրանք էլ ասում են, չէ, դուք պատերազմ եք ուզում, գալու եք Վաշինգտոնը պատռեք, պայմանական եմ ասում։ Մարդ պետք է հիմար լինի, ուղեղից պետք է կաղ լինի, ուղեղի հաշմանդամ պետք է լինի, որ դիմացինին այս իրավիճակում ասի դու պատերազմ ես ուզում։ Ես ինչի եմ պատերազմ։ Ո՞նց ստիպեք հաղթած Ադրբեջանը։ Ես ինչի եմ պատերազմ ուզում, ասենք ինչ որ մի հատ ասենք տգետ ԿՊԱ-ական դիմացից նստած ինձ ասում է դու պատերազմ։ Կարա բացատրի, ես ինչի եմ պատերազմ ուզում։ Որ ինչը լինի։ Որ ինչ լինի, էլ ասինքն դրանից հանրապետական անդիմությունը ես ինչ եմ շահելու։ Բացի կորցնելուց։ Ես ասում եմ դուք եք պատերազմ բերողը, դուք եք այս ձեր գործողություններով պատերազմի տալում, հենց որպեսզի պատերազմ չլինի, իրանց հետ մենք այդ բանավեճը եւ այդ հակադրությունը եւ քննադատությունը սուրանում ենք, ասում ենք մի խափեք այս ժողովրդին, դուք նորից 4-րդ անգամ տանելու եք այս ժողովրդին պատերազմի ձեր իշխանության ժամանակ։ Ասում գգակ դիրքերը կկոշտացնեք բանակցային։ Բանակցային դիրքերը պետք չի կոշտացնել կամ փապկացնել, բանակցային դիրքերը պետք է հստակ պահել, որպեսզի քո փոխարեն ուրիշ տեղերում չորոշեն։ Դե որ այդքան դիրքերը պահող են, ինչի մինչև այսօր թուրքական աշխարհում բոլորը միջանցք են ասում։ Բոլորը։ Ասում տարբերակ չունենք, այդքանն ենք պահում, որ հանգար չհարցակվեն։ Մենք ասում ենք ռադներդ քաշեք, մենք կգանք այդքանը մի բան էլ ավել կպահենք։ Եվ այս ժողովուրդը կզգա իրական խաղաղության, այսպես ասած, պատկերը ոնց է լինում։ Իրական արժանապատիվ խաղաղությունը ոնց է լինում, որ քեզ հարգեն, որ քո փոխարեն ինչ որ մի հատ երրորդ
այսպես ասած երկրի կամ երրորդ կողմի կազմակերպություն չգա եւ քո տարածքով բեռնափոխադրումներից եկամուտ ստանա, քեզ էլ ասի, այսքան նակոպայով եկած բանը ռադ քաշի գնաց տեղից չես ուզում, ես էլ չես ունենա։ Այսինքն որ արժանապատվությունը ազգային ուժերը չեն կարա չունենան արժանապատվություն, ազգային ուժեր ունեն արժանապատվություն։ Արժանապատվությունը կներեք, դες կասեմ որ արժանապատվությունը կենացային, բայց այդ արժանապատվության նայեք, ուրիշ բան եմ ասում, արժանապատվության կետերով պրակտիկ կա, նայեք, նստած եք դուք այս կողմը դուք չէ, ինչ-որ մեկ որ փոխել է, ձեր ասած ազգային իշխանությունը։ Այս կողմում իրենք են, արդեն փոխվել է իշխանությունը, այստեղ Ալիևենք են։ Այդ արժանապատվությունը վերաձևակերպված պրակտիկ բանակցային կետերի կա, որ ասենք վաղը կամ մյուս օրը դա նկատի ունեմ։ Քո պահանջների, քո արժեքաշահային համակարգի ամբողջ հիմնավորվածությունը եւ իր փաստարկվածությունը քո ազգային շահերից բխող խնդիրներն են, այդ օրակարգն է։ Եվ դա էլ հենց այդ արժանապատվությունն է, այդ որ ասում ես իմ տարածքում իմ ինքնաշխատությունը ոչ մեկ չպետք է բանանի։ Որևէ մեկը չպետք է մտքով անցնի, որ ստեղ կարա միջանցք լինի։ Ես պետքա որոշեմ, ոչ թե ամերիկյան որևէ կազմակերպություն, թե Փաշինյանն էլ ասում չի լինելու միջանցք, հերիքի ասեք, դաժե ասում է, հանեք ասում խոսույթից, ինչ-մեկ հանեք։ Բայց հանում է։ Չէ, մեր Հայաստանյան ես կարամ ձեր հետ գրազգամ հիմա ձեր եթերում, որ այսպես շարունակվելու դեպքում միջանցք կա լինելու։ Հենց Փաշինյանի ասելով։ Փաշինյանն էլ ասում Արցախ Հայաստանը եւ վերջ։ Ասում էր պետք է խնդիրներս լուծենք, որ եւ Ադրբեջանի ժողովրդի կամքով լինի եւ Հայաստանի եւ Արցախի։ Շատ բաներ ասում։ Ասում էր մեր բանակն ամենաուժեղ բանակն է, ասում էր էս, ասում էր այն, ասում էր այն, հազար բաներ ասում։ Այսինքն այն որ ասում եմ միջանցքային տրամաբանություն չկա, դա դեռ ոչինչ չի նշանակում։ Ասում էր քաղաքբանտարկյալներ պետք է չլինեն։ Ինչ ասում է սուտ է ասել այդ մարդը։ Ինչ եք ուզում իրան եթե օրինակ եք բերում։ Որտեղ անընդհատ կրկնում ես, հանեք։ Իրան եթե օրինակ եք բերում, դա նշանակում է մենք մեր ամբողջ միտքը, քաղաքական միտքը վերլուծությունը կառուցում ենք կեղծիքի վրա։ Եկեք իրականության վրա կառուցենք, եկեք մոռանանք Նիկոլ եւ մնացած ամեն ինչի իրականությունը նայենք բացաշկերով։ Ինչ տարբերություն իրանք ինչ են ասում, բարձ իրանք ինչ են ասելու։ Իրանց գեր նպատակը ընտրվելն է։ Դրա համար իրանք տիմերել կտրորեն, սպանություններ էլ կլինի, բռնություններ էլ կլինի, ձերբակալություններ էլ կլինի, եղելակահու լինելու է, այսինքն այս ամբողջ իրականության մեջ, պարզ իրականության մեջ մենք պետք է նայենք, տեսնենք, որն է մեր պետության շահը։ Եվ արդյոք ընդդիմադիր քաղաքական ուժերը կարողանում են այնքան ուժ հավաքեն, այնքան միասնական լինեն, որ այդ շահը չտուժի։ Ասում եք, ստեղ կռիվը պետության շահի համար է, կոնկրետ հանրապետականի կռիվը Հայաստանի Հանրապետության շահի համար է։ Ով որ իշխանության համար կռիվ անում, նրանց մոտիվները ուրիշ են։ Հայաստանի Հանրապետության։ Թող ամեն ինչ ճիշտ անեն, գանք ասենք այս կետերով ճիշտ են անել, բայց 7 տարի է մենք քննադատում ենք, 7 տարի մենք ճիշտ ենք դուրս եկել, բացառապես ճիշտ ենք դուրս եկել մեր բոլոր քննադատությունների մեջ։ Հիմա էլի շարունակում ենք Նիկոլի եւ մնացածների սուտ եւ կեղծ հայտարարությունները մեկնաբանել, որ այսպես չի կամ այնպես։ Դրան գանք մի հատ մի Թբիլիսիում այսօր առավոտյան հայտարարեց ինքը Հուգարը ողջունելով Ալիևին իհարկե, որ այսօրվանից, հենց այսօրվանից պատրաստ ենք ՀՀ-ի տարածքով ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան եւ Ադրբեջանից Թուրքիա։ Սա բխում է այդ ամեն ինչից պատասխան քայլ է։ Քանի անգամ ասել այդ նույն բանը 2001 թվականից ասում եմ։ 2001 թվականից ասում եմ, հենց վաղը պատրաստ ենք բացել։ Սկզբում ասում էր բանով 2021 երևի նկատի։ Ներողություն, 21 թվականից այո։ Սկզբում ասում էր բանով, հա, Իջևան, Ղազախ, այդ բանը, հետո Գորիսով ասել։ Հետո ասելու է եկեք ագարակ մեղրիով։ Այսինքն իր այդ հայտարարությունը եւ միջազգային ասպար բոլորն էլ գիտեն, որ ինքը ոչինչ որոշող չի, ինքը օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետության բանալիները, նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության բանալիները տվել էր Ռուսաստանին։ Քանի բանալի ունենք հետո։ Հետո բանեղավ, այսպես ասած իրադարձությունները ուկրաինական պատերազմի իրադարձությունների փոփոխության ֆոնի վրա Հայաստանի Արցախը հանձնեց Ադրբեջանին ամբողջությամբ եւ տակի մնացած Սյունիքի բանալիները վերցրեց Արցախի բանալիներով հանձնեց ամբողջությամբ Ադրբեջանին։ Տակի մնացած արդեն շահերը Սյունիքի բանալիներով օգոստոսի 8-ին տարավ հանձնեց
Վաշինգտոն։ Այն Արցախի էս Սյունիքի, այսինքն բանալիները բաժանել։ Այո, բանալիները բաժանել, հիմա մնացել է Արարատյան դաշտավայրի բանալիներն Ադրբեջան Թուրքիային է տալու կրծնի, Թուրքիային։ Հա, չէ, Մարգարեյը նկատի։ Այո, այս մարդը Հայաստանի Հանրապետության շահերը բաժանողն է, այս մարդը Հայաստանի Հանրապետության ապագան բաժանողն է, մեր երեխեքի ապագան բաժանողն է, կործանողն է։ Մեր իմ հաջորդ սերունդի երեխեքը թուրքական բիզնեսում լավագույն դեպքում ծառայողի մակարդակում է, սպասարկուի մակարդակում է լինել։ Ձեզ հարց կտամ, դուք օրինակ եւ նոյեմբերի 9-ի եւ Վաշինգտոնի երկուսի մեջ էլ կա նման թեզ, որ երկուսի մեջ էլ եթե ճիշտ կիրառես, օգուտ կստանանք, այսինքն դուք այդ երկուսի կիրառումները, եթե գաք իշխանության դուք կամ ընդդիմություն այդ բանալիները, այսպես պատկերավոր հետ վերցնելու մեխանիզմներ ունեք, թե ուղղակի մոռանալու եք այդ երկու պայմանագիրը։ Վերաբանակցել, որովհետև ակնհայտ է մի բան, որ գերտերություններն այստեղ ունեն իրենց շահերը, եւ Ռուսաստանը, եւ Միացյալ Նահանգները, եւ Չինաստանը։ Այս երեք գերտերությունն է, որի հետ պետք է նստել եւ պայմանավորվել։ Ինչ ունես դու։ Ունես Սյունիք, որը հետաքրքիր է, որովհետև միջին միջանցքով ամենակարճ եւ ամենաշահավետ բանը բեռնափոխադրումները այդ ուղղության վրա է, այսինքն Սյունիքով, Արաքսի հովիտով դեպի Նախիջևանով դեպի Թուրքիա։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը իր փոքր այդ 42 կիլոմետրով նստած է շատ կարևոր միջազգային, խիստ շահավետ, քաղաքական իմաստով գերկարևորված տարբեր պետությունների իրար հակասող շահեր ներառող մեծ միջազգային գործընթացի մեջ։ Ոնց անել, որ հիմա այդ տարածքը նայեք, համ շահավետ չակերտավոր վաճառել աշխարհին, տարածքային ամբողջականությունը չկորցնես, ինքնիշխանությունը չկորցնես, հերիք չի, այն ձեր ասած երեքն էլ իրար ոչ թե խփեն, այսպես այդ տարածքում, այլ հակառակ, այդ ոնց բարթագույն թնջուկից ենք խոսում։ Բարթագույն թնջուկ չի, այո, հավասարակշռությունների մեջ է։ Ովքեր են ստեղ այս բախման կետում։ Իրան, Ռուսաստան, Թուրքիա, Արևմուտքի դեմքով, Կենտրոնական Ասիա, մինչև Չինաստան, չէ։ Ինչ է ստեղ այս իրավիճակում բանը։ Հյուսիս-հարավը գործում է, հյուսիս-հարավը հանված է բոլոր տեսակի բաներից, Հնդկաստանը, Չինաստանը, Իրանը, Ռուսաստանը, հյուսիս-հարավի շահառուներն են, ճիշտ, Հայաստանով անցնում։ Կարա անցնի մինչև վերջ, չէ, իր բոլոր ենթակառուցվածքներով։ Վաղուց այս process-ը։ Բայց մեկը։ Այս մյուսը։ Ովքեր են այս մյուսի շահառուներն ու տերերը։ Ակնհայտ է։ Երկու կողմին էլ ձեռնտու է, որ Հայաստանը ինքը լինի այս process-ի կարգավորողը։ Այո, ձեռնտու, այո, որտեվ ռուսների արևմուտքին եւ Թուրքիային ձեռնտու չի, որ ռուսները լինեն կարգավորողը։ Եվ ռուսներին եւ Իրանն էլ ձեռնտու չի, որ ամերիկացիները լինեն կարգավորողը։ Նիկոլ երկուսի վրա էլ վաճառել է, երկուսի վրա էլ Հայաստանը վաճառել է։ Այդ ոնց որ խմբագիր ժամանակ նույն հոդվածը երկու ձևով էլ վաճառես։ Արդյունքում ինչ է ստացվում։ Արդյունքում երկուսի հետ էլ թշնամանում ես, չէ՞։ Վերջն արդյունքում այդ անելու։ Եթե թշնամանում ես ու կորցնում ես քո անվտանգության բոլոր բարձիկները, քո երաշխավորներին կորցնում ես անվտանգության։ Ինչ է ստացվում։ Հարևանը Թուրքիան ու Ադրբեջանն է։ Իրանք sense գալու են գլուխները շոյեն, թե գալու են կամաց-կամաց մեզ հեռացնեն այս տարածաշրջանից։ Երկուսի վրա վաճառելը ստացել է իշխանություն, հա, ճիշտ եմ ասում, ստանում է իշխանություն կամ կստանա իշխանություն կամ էլի կստանա իշխանություն, ստանում է դաբրո անդիմադիրներին ձերբակալել, կարանավորել, գործեր կարել, ինչ ուզել անել։ Այսինքն սա Հայաստանի Հանրապետության գինն է, սա այն արյան գինն է, որը հայ ժողովրդի 30 տարի վճարել է, հիմա ինքը տենց էժան գնով բաժանում է։ Էժան գինն էլ իր իշխանության գինն է։ Բացառապես իր ոչ թե Հայաստանի ինքնիշխանության, Նիկոլ Փաշինյանի իշխանության։ Նիկոլ Փաշինյանի իշխանության պարագայում Հայաստանը ինքնիշխանություն չունի։ Մենք տեսնում ենք Նիկոլին ոնց են վերաբերվում ՀԱՊԿ-ում, մենք տեսնում ենք Նիկոլին ոնց են վերաբերվում ԱՊՀ-ում, մենք տեսնում ենք Նիկոլին ոնց են վերաբերվում եվրոպական հարթակներում, ոնց են ձեռ առնում, ոնց են վերաբերվում Շարմ էլ-Շեյխում ձեռ առնում։ Լավ։ Այսինքն այդ դեկորատիվ արդեն իշխանությունը, որ սենց ուղղակի այնքան որ ռեժիմ սենց զոնտիկի պես թողել են որ մնա։ Վաղը թուրքերն ու ադրբեջանցիները կարող են ասել
ոնց որ անտերպետությունն է, ոչ արևմուտքն է սրա տերը, ոչ Ռուսաստանն է տերը, ոչ որևէ դաշնակից մեծ հաշվով չունի։ Հնդկաստանն է այսօր շահագրգռված տարածաշրջանում, բայց այսպես շարունակվելու դեպքում կարող Հնդկաստանն էլ Հայաստանի անվտանգությունով այդքան շատ շահագրգիռ չլինի, ուրիշ ձևով իր հարցերը լուծի։ Այսինքն այս իրավիճակում մենք ինչ ենք անում, կորցնողը ուժողնով է։ Հո տենց ամբողջ խոսալով չի ազգային ժողով մեծ փրթելով ոչի։ Բանական տեսեք վերլուծաբան Այսինքն այս իրավիճակում, երբ որ բոլոր կողմերին ձեռնտու է, որ դու լինես եւ քո հետ գործ բռնեն, եղա որ Հայաստանի կշիռը բարձանում է։ Հայաստանի կշիռը բարձրանալու դեպքում բարձրանում է նաեւ նրա անվտանգային դերակատարությունը։ Դառնում է Հայաստանը տարածաշրջանում միայն Սյունիքի հաշվին թելադրող։ Դրա համար ի՞նչ է պետք։ Դրա համար ընդհանրապես պետք է ազգային իշխանություն, համախմբում, համերաշխություն։ Ինչն է խանգարում։ Պարոն Զաքար, տեսեք, վերլուծաբաններից իմ վերջին հյուրը, դուք արտաքինից խոսեցիք, արտաքինն է, որ պահում է ինչ որ, այսինքն Փաշինյանը ձեր ասելով այս կոմենտոն վաճառելով մնում է։ Այո։ Իմ վերլուծաբան հյուրը վերջին ասաց, որ ըստ էության վերարտադրելու շանս չունի այս իշխանությունը, ունի երկու հենասյուն այս պահին, ուժայիններն են, Պարքևավեճարն եւ այլն, եւ հակառակ ճամբարի, նաեւ ձեր սխալները, ինքը հիմնվում է այդ երկուսի վրա, ու ավելի վճռորոշ այն երկրորդն է, եթե նա փլվի այդ սխալները չլինեն, ոստիկանությունը մի օր անցնելու է այս կողմ, այդ սխալները որոնք են սուբյեկտիվ են, օբյեկտիվ են, խոսենք, որն է լավ չեք պայքարում, Հայաստանի Հանրապետական կուսակցության սխալը։ Խնդրեմ, այդ մեր օպոնենտները թող դա ասեն։ Մենք ուղենք։ Ոչ միայն Հայաստանի Հանրապետական, իմ կարծիքն ասեմ, ոչ միայն Հայաստանի Հանրապետական, ամբողջ ընդդիմադիր դաշտի սխալը գալիս է 2021-ից ու շարունակվում է մինչ այսօր։ 2021-ին մասնակցեցիք, հիմա էլ ամեն ինչ, այն որ ասում եմ ռուսերեն ասած պլավնի գնում է դրան։ Այդ մի քննադատությանը ես չեմ կարող ընդդիմանամ, որովհետև դա մենք ինքներս էլ համոզված ենք, որ այս սրանց այդ ընտրությունների գնալ, դա նշանակում է, որ վերջն արդյունքում լեգիտիմացնել եւ ընթացքում էլ իրանց խաղի կանոնները ընդունել որպես իրանց օրակարգի հետ միասին։ Այսինքն իրանք ինչ են անում, սարքելու են շոուներ, այս կոմենկոն, այդ շոուներով ազգային ժողովում, փողոցում, մենք ծորեն ենք բերում այլ ընտրանքային, որ սով չլինի երկրում։ Այդ տեսեք 21 թվականին էլ չէ, ասում էին հեսա ծառայության ժամկետը կրճատում ենք։ 21 թվականից դեռ ասում է կրճատելու ենք, այն վաղ խափեց էլի բան, հիմա էլ է խափում։ Նայեք, ծորեն, խաղաղություն, կրճատված ծառայություն, դա սպարտվեցիք։ Այո, բոլորը, երեք բան ասի ընդամենը։ Այո, որովհետև ժողովուրդը ինչ է բանանում, ասում է սրանք ինչ են խոսում, այս մարդիկ էլ լուրջ քաղաքական վերլուծություն են անում, ծանրակշիռ, հիմա ժողովուրդը կարճ է մտածում։ Ժողովուրդը չի մտածում, ասենք ինպես չի նայում 5 տարի ընթացքում Հայաստանը շահելու է։ Չինաստանն ինչ է մանում։ Ինքը ասում է, այս ամիս։ Նույնիսկ որ ասում ես ժողովուրդ կարող է այս առաջի 3-4 ամիսը լավը լինի, լավ առաջի մի տարին լավը լինի, բայց հետո կատաստրոֆիկ վատանալու է երկրի վիճակը, ինքը չի բանան։ Այն ժամանակ ասում ենք ժողովուրդ 20 թվականից հետո ասում ենք Էսա Ղարաբաղը կորցնելու ենք, սենց որ գնա։ Ասում են, չէ, ինչ եք ասում, ռուսներն դե կանած բան, էսը վերջ արդեն բրծավ։ Վաու։ Եղավ պատերազմ, եղավ ջերմուկի վրա հարձակում, եղավ իշխանասարի վրա հարձակում, Հայաստանը նույնիսկ տարածքներ կորցրեց 240 կիլոմետրի ավելի։ Մեր ժողովուրդը իրականությունից կտրվել է։ Սրանք չեն թողում, որ մեր ժողովրդին իրականությունը հենց վեր են կերում իրականությունը սկսում ենք պատմել, ինչ են ասում, թալանչիներ, կոռուպցիաներ, չգիտեմ ես դիմությանը, վստահության խնդիր կա։ Ոչ թե վստահություն է, ժողովուրդն էլ բան չի էլի, այսինքն խելացի ժողովուրդ են, տեսնում են, բան են անում, բայց սրանք անմիջապես ընդդիմության են առողջ քննադատության ձայնը իջացնում են կամ աղմուկ են մտցնում իրանց այդ կեղծ քննադատություններով, չգիտեմ ինչերով, էլ 30 տարի թալանեցիք, արեցիք, այս աղբ քարոզչությունը, աղբ բառի բուն իմաստով աղբ քարոզչությունը թույլ չի տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում առողջ քաղաքական միտք զարգանա, առողջ քաղաքական բանավեճ զարգանա։ Օրինակ ասենք այդ ԿՊ-ից 2 հոգի գան, հիմա ստեղ նստեն, կամ 5 հոգի գան, ես մենակով իրանց հետ բանակցեմ։ Ինչ ալնելու վերջում իրանք ինձ ասել են դուք կոռուպցիաներ ուժի ներկայացուցիչ այ եք ասում դուք ձեզնից լավ կոռուպցիաներ չկա աշխարհում ձեզնից լավ կոռուպցիաներ չկա բայց ես նույնիսկ դա չեմ
դրանում չեմ քննադատում, ես ասում եմ իմ երկիրը մի կործան է, կարա ուզում եք կոռուպցիաներ եղեք, ուզում եք, չգիտեմ, ասֆալտ փռող եղեք, ուզում եք կատո քշող եղեք, իմ երկիրը մի կործանեք։ Իսկ իրանք թքած ունեն երկրի վրա, որովհետև իրանք կործանելով եկել են, ժողովուրդը իրանց չի պատժել։ Բայց նայեք, այդ ոսմե կոռուպցիա, իրենց այսպես պայմանական թալան չի, լավ որ դիտարկենք երկրորդ, երրորդ նախագահներ, իրանք թիմերով, օքեյ, բայց հիմա առաջացել են, չգիտեմ, մեր ձևով, Թաթոյան, մարդիկ, այս դեպքում ինչ պետք է անեն։ Այս դեպքերում impeachment։ Ահա, impeachment։ Պարոն Գրիգորյան, մեր դեռ ուժի մեջ է։ Մեր պետության ճակատագիրը կախված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 115-րդ հոդվածից այսօրվա իրավիճակում։ Բայց գնալով չի կորում յուրաքանչյուր ազգ իր ինքնապահպանության նաև ունի որոշակի տենց աստվածային տրված բան, չէ։ Հիմա Աստծուց տրվելա կամ չգիտեմ իրավիճակն է տենց էլ կամ իրավունքի նորմերով է տենց ստացվել, սահմանադրական իրավունք է դա։ Դա չկիրառել նստել ասել դե գիտեք ինչ ձայները չի հերիքում, որ ձայները հերիքել նա իշխանություն կլներ էլի։ Հա բայց հողի վրա ինչպես անել, չգիտեմ, պայմանական Գեգամ Նազարյանի, բոլորը միասին, բոլոր քաղաքական ուժերը միասին այդ ձեր թվարկած նոր ստեղծված։ Ոչ թե պետք է նստեն չոտկով իրանց ձայները հաշվեն։ Ահա։ Նաև նոր հայտնվածներ։ Որոնք որ փոշի անալու են։ Ահա։ 2026 թվականի հունիսի սկզբին արդեն փոշիացած են լինելու, այլ պետքա հաշվեն հետևյալը, որպեսզի մեր երկիրը ունենա ապագա, այս կապիտուլյացիոն եւ ազգակործան իշխանությունների պետքա հեռացվեն իշխանությունից։ Ոնց։ Ընտրություններով չի ստացվելու, որովհետեւ են տեսնում ենք ինչ են անում։ Հա դուք վստահ ասում եք ու չի ստացվելու։ Թե թերահավատ եք, կարող եք հստակեցնել ընտրություններով այսօրվա դրությամբ, այս բալանսով։ Այսօրվա իրավիճակով իմ կարծիքով չի ստացվելու, եթե սեն շարունակ։ Անկախ նրանից տարաբաժանված կգնան, կուզենան Գյումրի անել եւ այլն, որևէ սցենարով։ Փոշիացնելու են ամբողջ։ Այո, գնալու է վեր։ Գումարած դրան հիմա իսկ ով ասեց, որ չի գտնվի մի քաղաքական ուժ, որը վերջի պահին չի վաճառի իր ձայները։ Մտնելուց հետո։ Այո։ Կասկածներով ով ասեց։ Վստահ ենք։ Որը հիմա չի ասում։ Երևանի ընտրություններում հաղթել են, չէ՞։ Ինչ եղավ։ Հիմա Գյումրիում ինչ ա լինում։ Հա, տեսնում եմ։ Ինչ ա լինում։ Երկու մեծ քաղաքներն են, փոքր մոդելն է Հայաստանի։ 21 թվականին ինչ եղավ, բոլորը վստահ են, որ Նիկոլը 20% ցավել չի հավաքել։ Այսինքն լավ դուք այսինքն ընդդիմության սխալներ կոչված մեջ նաև իմպիչմենտին բավականաչափ չկպնել եք, հա։ Այսպես թե այնպես լինելու է ընտրությունը, ընտրությունը իշխանության ձևավորման ամենալեգիտիմ եւ օրինական ճանապարհն, այսպես թե այնպես լինելու։ Բայց կա նաև եւս մեկ լեգիտիմ եւ օրինական ճանապարհ, անվստահություն հայտնել, ձևավորել մի կառավարություն, որի նպատակն է լինելու ժողովրդին չխաբել եւ հնարավորություն տալ ժողովրդին կատարի իրական ընտրություն։ Թող ԿՊ-ին գնան ընտրեն, ԿՊ-ն նորից գա, որ լինի MS-ը։ Այո, ԿՊ-ն գա իշխանության, այդ դեպքում բոլորս սուս ու փուս առանց ծպտուն հանելու գանք, ես կգամ ձեր եթերից ներողություն կխնդրեմ, կասեմ սիրելի ժողովուրդ, դու ընտրել ես կործանման ճանապարհը, քեզ բարի ճանապարհ։ Հա, բայց դա ժամանակավոր կառավարությունից հետո նկատվում է։ Բայց դա ժամանակավոր կառավարություն։ Իսկ հիմա չեմ կարող դա ասեմ, որովհետև այս իշխանությունը տապորով հակադեմոկրատական ապազգային այն ամենավատ եղանակով կոտրելով, ջարդելով բոլոր կարծրատիպերը, բոլոր արժեքները, բոլոր շահերը վախի մտնոլորտ ձևավորելով ժողովրդին տանում է կործանման։ Ես հիմա չեմ կարող ասեմ ժողովուրդ դու ես գնում կործանման։ Այս իշխանությունն է ժողովրդի ձեռից բռնած տանում կործանման։ Բայց երբ որ ընդդիմությունն են դրան մասնակցում է ուղղակի թե անուղղակի։ Որոշ մասը կարող է մասնակցում է մեր դեմքով, հանրապետականի դեմքով դրա դեմ պայքարում է արդեն 7 տարի։ Հիմա մենք ասում ենք հանրակ impeachment-ով անվստահություն հայտնելու եղանակով բոլոր քաղաքական ուժերը հեռացնենք Նիկոլին եւ գնանք ընտրության։ Ասում են ո՞նց է ԿՊ-ն ասում վստահ նստած ենք, հələ ԿՊ-ականները հեգնում են, ասում են փորձեք մեզ մարդ տալեք։ Ասում են ո՞նց այդ ամբողջ։ Այլ պատի չեն դի։ Փորձի ընդդիմությունը ոդքի կանգնի։ Ինչ նկատի ունեք ոդքի կանգնել ասելով։ Կարճ ասեք, ինչ է ոդքի կանգնել։ Սրբազան շարժումը հիշում եք, չէ՞։ Այդ ժամանակ ԿՊ-ում գիտեք ինչ էր կատարում։ Բոլորը սպասում էին, հեսա որ իրանց գնալու են եւ ասեն եւ նրանց մեջ արդեն շատերը պատրաստ էին նաեւ միանալ, որովհետեւ փողոցում մարդ կար հավաքված։ Ինչի՞ չգնաց։ Սրբազան պայքարը impeachment-ի ճանապարհով։ Չգնաց։
Քննարկում բան էսկում ենքում, ինչի չգնաց, դժվար էր մի տեխնացուի շուրջ կողմնորոշվել եւ գնալ։ Դժվար էր։ Բա հիմա հանրապետականը իր վրա էլ վերցրեց տեխնացուն էլ բան արեց բերեց։ Այսինքն ընդդիմադիր դաշտերը միավորելու խնդիր ունեն։ Այո, եւ ճիշտ եք ասում, ընդդիմության մեջ էլ արշալույսները ասենց ասած բարձում որ խաղաղ չեն։ Դրա համար ասեմ, այդ կալկուլատորով սեփական ձեները հաշվելու փոխարեն պետության ապագան նստեք հաշվեք, որ այս ձևով ոնց հաշվում ես տխուր վարչաբանա ունենում։ Այսինքն որ ասում եք ոտքի կանգնել, առաջին տեղը տալիս եք փողոցին, թե հիմա պարլամենտ ոնց անել, փողոցում մարդ լցնել այդ ու գնալ պարլամենտ։ Զուգահեռ է պետք։ Նախ պետքա անկախ падգամավորները միանան գործընթացին, պետքա հասնել դրան։ Հիմա պատիվ ունեմը դրանով զբաղվում է, այո, պատիվ ունեմը դրանով զբաղվում։ Դե Հայաստանից կարող տեղյակ չեք։ Չէ, պատիվ ունեմը դրանով զբաղվում է, անկախ նրանից, որ կողքից կարող է հեգ դեն, կողքից ինչ կարան անեն, այդ գործընթացին մենք հավատում ենք։ Ձեր կողմից տարած այն մարդը իշխան Հա, մեր ուժերը բնականաբար ամբողջական բավարար չեն, բայց մենք հավատում ենք այդ գործընթացին։ Աղազարյանը ակնարկներ էր անում երեք։ Ինձ թվում է, որ ինչ որ մի պահից չեմ կարող ասել երբ, բայց ինչ որ մի պահից անկախ падգամավորները առնվազն չեն խոչընդոտի եւ ջեկից կլինեն գործընթացին եւ մեր ճանապարհը կանցնի արդեն ԿՊ խմբակցության մեջով։ Իսկ որ դա անցնելու է եւ դա հնարավոր է, մենք չենք կասկածում դրա վրա, հավատում ենք միջև վերջ։ Եթե ընդդիմությունը բոլորը մի մարդու նման այդ հարցը համարեն միակ օրակարգային հարցը։ ԿՊ խմբակցությունը այսպես ձևակերպ, եթե ազգային ժողովի բակում կամ Բաղրամյան պողոտային պայմանական հոծ բազմություն չլինի, ԿՊ խմբակցությունը հնարավոր է բերել, թե հենց այդ հոծ բազմությունն է պետք։ Զուգահեռ, այո, հոծ բազմությունն էլ է պետք, նա էլ է պետք։ Եվ ինչքան որ ընտրությունները մոտիկանան, այնքան ԿՊ խմբակցությունում էլ ես բազմիցս ասել եմ, հիմա էլ եմ կրկնում, դեռ էլ կան խելացի մարդիկ, որոնք շատ լավ հասկանում են եւ չեն տրվում Նիկոլի ստերին, Նիկոլի կեղծիկներին։ Այսինքն իրանք շատ լավ հասկանում են, որ սա ապաշրջափակում չի հավասար պայմաններով։ Դրանք շատ լավ հասկանում են, որ սա մազից կախված խաղաղություն է, ճակերտներով, պայմանական, հրադադար, այսպես ասած, խաղաղություն չի։ Այնպես ինչպես մերձավոր արևելքում իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտում բոլորը հասկանում են, որ դա հրադադար է։ Բանական իմպիչմենտի թեման որ փակելով ճիշտ եմ հասկանում ձեր առաջարկը նաև արտախորհրդարանական նոր ձևավորվածային որ ժողովուրդ եթե ունեք ռեսուրս ու կարողանում եք օրինակ հանրահավաք հրավիրել բոլորով հրավիրեք ամեն մեկը ձեր մարդկանց, հա, ձեր կողմից այդ ամեն մեկը ձեզնով նպաստեք որ փողոցում մարդ գեներացի, ճիշտ եմ հասկանում, դա է, որտեղ իրենք ներսում բան չեն կարող անել, իրենք խորհրդարանական չեն։ Խորհրդարանական չեն, բայց խորհրդարանում իրանք արդեն յուրաքանչյուրը պետք է համարի, որ խորհրդարանում ունի 34 падգամավոր։ Այդ իրանց բոլորի падգամավորներն են, դա ՀՀԿ-ի կամ Հայաստան Դաշինքի Դաշնակցության падգամավորները չեն։ Դրանք ընդդիմության падգամավորներն են։ Եվ միասնական համատեղ ջանքերով գնալ, այդ տեսեք բոլոր ընդդիմադիր ուժերը մեծ մասը էլի տրվում են այն ԿՊ-ական ինտրիգի նախկին ներկա, ասում են նախկիների հետ մենք գործում ենք բան։ Այո։ Ժողովրդին պետք է բացատրել, որ ինչ նախկին, ինչ ներկա։ Այս տեմպերով բոլորս նախկին ենք դառնալու, նախկին ազգ ենք դառնալու, նախկին ժողովուրդ ենք դառնալու, նախկին պետություն ենք դառնալու, եթե այս ձևով գնանք։ Իսկ դուք լուրջ մտավախություն եք, որ 21-ին էլ կար էյֆորիա ընդդիմադիր դաշտում, որ էսա, 26-ին էլ կարծում եք, որ էլի որ կա տաշտակի թեման կլինի, հա, որ պես է կանխատեսում։ Մենք գիտենք, չէ, որ պատմությունը ցավոք կրկնվում է։ Գիտենք, չէ։ 1919 թվականին Թալաթի հետ ով էր նարդի խաղում։ Մերոնք ճիշտ հարաբերություն։ Գրիգոր Զոհրաբը, շատ ջերմ հարաբերություններ էին։ Պատգամավոր էին շատ ջերմ հարաբերություններ էին։ Ընդամենը մի քանի օր հետո ինչ եղավ Գրիգոր Զոհրաբի հետ, մնացած մտավորականների հետ։ Մի ամիս հետո մի ամբողջ ժողովրդի հետ։ Ինչ է, ով ասեց, որ այսօր դա չի կարա տեղի ունենա։ Ով էր ում մտքով կարողանացներ, որ մենք Արցախը կկորցնենք։ 4000 տարի չեն կորցրել թուրքեր, սելջուկներ, թաթարներ, մոնղոլներ, ով ասես եկել կանցել անդեղով։ Հայկականը մնացել, մի հատ Նիկոլ կարողացավ եւ թուրքերի եւ սելջուկների եւ թաթարների եւ մոնղոլների եւ արաբների բոլորի հարցը միանգամից լուծել։ Այսինքն ճիշտ եք հասկանում, վերջ դուք հասարակական տրամադրություններ եք ուսումնասիրել, այսինքն պայմանական խաղաղություն, չգիտեմ, ցորեն, բարգավաճում, տղաները քիչ կծառայեն եւ այլն, այս կոդային բառերը հասարակության վրա ձեր ունեցած տվյալներով
ունեն ազդեցություն, այսինքն իրանք հաղթելու են այս կոդերը մի հատվածի վրա, մեծ հատվածի, ովքեր որ երկար չեն մտածում, ովքեր որ տենց մաներով, ասենց կարճ դիլեմաներով եւ կարճ թեզիսներով տենց ոգևորվում են, բան են անում, արագ ոգևորվում են։ Այո, կա, ցանկացած հասարակության մեջ էլ այդ էմոցիոնալ խավը կա։ Բայց պետք է մարդկանց բացատրել, որ այդ կեղծիք է, սուտ է, այդ որ ասում են 6 ամսով կրճատում ենք ծառայությունը։ Դրա վերջը իրեք ինչ է լինելու, պաշտպանության փոխնախարարը։ Դրա վերջը դուք չեք տեսնում։ 6 ամիսը 180 օր է, չէ։ 180 օրը որ բաժանում ես 25-ի, 25 օր։ Այսինքն ինչ որ մի հատ թիվ է ստացվում, այդ թիվը ինչ որ մի հատ թիվն էլ ծառայում, բաժանում ես այն թվականակի վրա, որոնք որ 6 ամիս շուտ գնում են տուն, մի քանի հազար մարդ։ Դե հիմա այդ ամբողջը բերեք պահեստայինների վրա։ Տեսեք ինչքան մարդ լրացուցիչ, հիմա ինչքան մարդու որ կանչում են 25 օրյա հավաքվի, այդ ժամանակ մի քանի անգամ արդեն ավելի են կանչում։ Բա իմաստ է, եթե չունեն կարիք, նրանց կրճատել, նրանց տանել։ Չեն կարա երկրի սահմանը թողեն անպաշտպան։ Հետևաբար այդ զորակոչիկների, այսինքն 1.5 տարի ծառայողների, ժամկետայինների փոխարեն պետք է տանեն պայստազորից։ Իսկ հետո տեսնում եք 1 տարի ընդհանրապես չլինել, նման բան տեսնում եք։ Ես վստահ եմ, որ սրանք ընտրությունից հետո նորից ասելու են չէ ժողովուրդ կներեք սխալ ենք արել 2 տարի, նույնիսկ կարող է 2.5 սարքեն։ Նույնիսկ կարող է 2.5 սարքեն։ Սրանք ասում եմ հիմա իրանք ընտրվելու խնդիր ունեն ամեն գնով։ Ու ամեն գնովը դրա մեջ մի մեծ նշտեղ ունի նաև խաբեություն։ Խաբելու գնով։ Ինչը եւ արել են ոչ մի գաղտնիք չկա դրա մեջ։ Կանխելու ճանապարհը ըստ հանրապետական իմպիչմենտն է։ Կանխելու ճանապարհը գործիքը համընդհանուր ընդդիմադիր համախմբան միջոցով իմպիչմենտի կիրառման եղանակով։ Շնորհակալ եմ։ Դա մեր պետությունը վերակենդանացնելու, վերականգնելու եւ նրան նոր շունչ տալու, նոր զարգացման ուղի տալու հնարավորությունն է։ Այսինքն ռեսուրսը դուք ընդդիմադիր դաշտում եւ դրսի եւ խորհրդարանական տեսնում եք, միայն պետք է ուզենա, ճիշտ եմ հասկանում ձեզ։ Ուզում կրկնեմ։ Մարդ հավաքելու ռեսուրսը, փողի ռեսուրսը։ Ընդդիմության մեջ բազմաթիվ ուժեր իրանց ապագան տեսնում են ընտրությունների միջոցով գնան մանդատ ունենան։ Այո, մանդատ ունենան։ Ընդ որում կապ չունի 3 հատ մանդատ, մի հատ թե 5 հատ։ Հանրապետականն ասում է, տղեկ այդ ձեր բոլորի մանդատները 0 արժեք ունեն։ Եթե կառավարությունը շարունակում է լինել, իշխանությունը շարունակում է լինել Նիկոլի ձեռքին, Նիկոլի եւ ԿՊ-ի ձեռքին։ 0 արժեք ունեն ձեր մանդատները։ Իսկ որպեսզի մեր պետությունը շահի ոչ թե X կամ Y ուժը, անհրաժեշտ է, որպեսզի բոլորը միասնական ձևով հասնեն օրինական իշխանափոխության, դրանից հետո լինի ընտրություն, որը ծառայելու է Հայաստանի Հանրապետության շահերին, ոչ թե ընտրություն, որը ծառայելու է ԿՊ-ի նեղ խմբակային ազգակործան պատկերացումներին։ Շատ տակտիզության համար շնորհակալություն եւ մեկնաբանությունների։ Հիշեցնեմ Կիզակետում այսօր Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանն էր։ Կիզակետի թողարկումներն ու շատ այլ տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք